Բարի եւ օրհնված օր բոլորիս։ Օրհնում եմ ձեր օրը, օրհնում եմ ժամերն ու ժամանակները, որի մեջ հիմա դուք մնակվում եք։ Շատերս ենք մեզ այսօր հարց տալիս. ես ով եմ, ինչի եմ այստեղ, ու ո՞րն է իմ նպատակը այս կյանքում, ինչի համար եմ ես ապրում։ Սա ամենացավոտ հարցերից մեկն է, որ կարող է առաջանալ յուրաքանչյուրիս մեջ։ Բայց այստեղ կա մի ճշմարտություն, որ Աստված երբեք մարդուն չի դնում այնտեղ, որտեղ նրա ձեռքը կարող է չաշխատել։ Այսօր ես եւ դու Հովսեփ ենք, որ մեզ անտեսել են, լքել են, նվաստացրել են գուցե ջնջել են իրենց կյանքից։ Այս ամեն ինչի մեջ, գիտես, Աստված աշխատում է։ Մեզ թվում է, թե Աստված է մեզ թողել, բայց Աստված ինձ այստեղ աշխատում է, ինչպես եւ Հովսեփի հետ էր Աստված աշխատում։ Հովսեփն էր անտեսված ու մենակության մեջ։ Գիտես, եթե այսօր ինձ եւ քեզ իջեցրել են, հենց այդտեղ Աստծո ձեռքը աշխատում է, որպեսի բարձրացնի մեզ, հենց այդ իրավիճակից ելնելով։ Այսօր մենք Մովսես ենք, անապատ, լռություն, մոռացվածություն շատերից։ Մտածում ենք, վերջ, մեր կյանքը վերջացավ, բայց Աստված փոխարեն ասում է, ես քեզ սովորեցնում եմ լսել ինձ։ Այսօր մենք Դավիթ ենք, մեզ չեն ընտրում, չեն հաշվում, չեն տեսնում մեր արժեքը։ Դավիթն էլ էր անտեսված, Դավիթը դաշտում էր, սրահում չէր, բայց գիտես, Աստված մարդուն չի հաշվում ըստ իր աչքերի ու ընտրում ըստ իր մնացած արժեքների։ Աստված ընտրում է մարդուն ըստ իր սրտի վիճակի։ Ու այնտեղ, որտեղ մարդիկ քեզ դնում են վերջին տեղում, Աստված քեզ դնում է իր առաջին պատմության մեջ։ Այսօր մենք հռութ ենք, կորուստ, ցավ, անորոշություն, բայց հավատարմություն։ Գիտես, եթե դու այսօր ամեն բան կորցրել ես, բայց դեռ հավատդ Աստծոց չես կտրել, դու դեռ պատրաստ ես հրաշքի, որովհետև այն հավատարմությունն ու հույսը, որ ունես Աստծո հանդեպ, դա է, որ բացելու է դեռ այն անտեսանելի հրաշքները քո կյանքի մեջ, որը ես ու դու դեռ չենք տեսնում։ Այսօր մենք Պողոս ենք, սխալ անցյալով, խառը պատմություններով, սխալ ուղղություններով, բայց ընդամենը մեկ հանդիպումը Աստծո հետ կարող է վերստին ամեն բան փոխել։ Գիտես, Աստված չի նայում, թե դու որտեղից ես եկել, ուշադիր լսի, Աստված չի նայում, թե դու որտեղից ես եկել, կամ ինչ է տեղի ունեցել քո կյանքում։ Աստված նայում է, թե որտեղ կարող է քեզ հասցնել։ Եթե այսօր քեզ մերժել են, դու Հովսեփի ճանապարհի մեջ ես։ Եթե այսօր քեզ մոռացել են, դու Մովսեսի անապատում ես։ Եթե քեզ չեն տեսնում, ուրեմն դու Դավթի դաշտի մեջ ես։ Եթե դու ամեն ինչ հիմա կորցրել ես, դու հռութի պատմության մեջ ես։ Երբեք ինչ էլ լինի, չմտածես հանկարծ, որ դու տեղ չունես։ Ուղղակի դու դեռ չես հասել այն վայրը, որ Աստված պատրաստել է քեզ համար։ Եվ Աստված աշխատում է այն ժամանակ, երբ ես եւ դու չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեր կյանքում, որտեղ է ելքը, ինչպես պետք է դուրս գան, ինչ նպատակի համար եմ ես այսօր ապրում, եւ նման լիքը հարցեր, բայց հենց այդ անորոշության մեջ Աստված արդեն ունի պատրաստած ճանապարհ։ Մեզ ուղղակի պետք է վստահել Աստծուն։ Գիտես, երբ որ ես աղոթում եմ իմ անդուցելի ու անելանելի խնդիրների ժամանակ, միակ բառը, որ միշտ Աստծուց լսել եմ, դա վստահությունն է։ Ինձ միշտ Տերս ասել է վստահի ինձ։ Ու ես հիմա հասկանում եմ, որ ինչքան էլ խորը լինի ցավը, ինչքան էլ ճանապարհը անելանելի թվա, ինչքան էլ չերևա հեռվից այն դուռը, որ պետք է բացվի իմ առաջ, գիտեմ մի բան, որ Հայր ունեմ,
որին վստահում եմ ու որը երբեք իր զավակին չի թողնի։ Ով էլ թողնի, ով էլ անտեսի, ով էլ չհասկանա, Աստված իմ հայրն է, երբեք ինձ չի թողնի, ոչ մեկ էլ չհասկանա, ինձ պետք էլ չի ինչ որ մեկը ինձ հասկանա, ես գիտեմ, որ ունեմ հայր, որ նույնիսկ իմ լռությունն է հասկանում, թող օրհնված լինի կյանքդ հարգելիս, եթե դու էլ այսօր ունես դժվար իրավիճակ, անելանելի թվացող իրավիճակներ, որոնցից թվում է չես կարող դուրս գալ, կամ մտածում ես ինչ է լինելու, կամ հարց ես տալիս Տեր, մինչև երբ, ինչի համար։ Գիտես, քեզ հուսադրող մի բան էլ ասեմ, ու ես դա միշտ եմ հասկացել, ու ամենադժվար պահերին ես ասել եմ փառք քեզ Տեր իմ Աստված, ու գիտես ինչի համար, որովհետև գիտակցում եմ մի բան, որ եթե ես սատանայի համար այսօր վտանգ չներկայացնեի, Սատանան երբեք իմ կյանքի մեջ նման իրավիճակներ չէր ստեղծի, ու նույնը քո կյանքի մեջ, որովհետև քո ներսում կա այն լույսը, որը խանգարում է սատանային, քո լույսը բոլորն են տեսնում, քո լույսը օրեցօր տեսանելի է, և դրա համար էլ այսօր ես և դու կանգնած ենք այս խնդրի առաջ, այս փոթորիկի առաջ, բայց կա մեկը, զորավոր մեկը, որի ձեռքը անկախ իրավիճակից երբեք մեզնից չի կտրվելու։ Աստված խոստմունք ունի մեզ համար, որ մեզ հետ է լինելու մինչև աշխարհի վերջը։ Ու ես այսօր շնորհակալ եմ իմ Աստծուն, որ ինչքան էլ դժվար իրավիճակ լինի, ես կանցնեմ ու ես փառք եմ տալիս Աստծուն հենց այս պահի համար ու այս իրավիճակի, որովհետև ես գիտեմ, որ սատանան դատարկ տեղերում չի հարձակվում։ Գնա խաղաղությամբ, թող Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի անսահման ողորմությունը և Սուրբ Հոգու հաղորդությունը լինի քո կյանքի հետ, այսօր և միշտ, և հավիտյանս հավիտենից, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Երբ թվում է ճանապարհ չկա, երբ սիրտը ծանր է ու լուր, մենք չենք կանգնում, մենք շարունակում ենք, մենք չենք կոտրվում, չենք ընկնում ներքև, Աստծուն ենք վստահում, ամեն քայլում վերև, ինչքան էլ դժվար մենք կանգուն կմնանք, քանի որ Տերը մեր հետ է, չենք վախենա, լինենք Հովսեփի պես մերժված, բայց կանչված, չնայած ցավին դեպի վեր պարզած, լինենք Մովսեսի պես անապատում կանգնած, բայց Աստծո ձայնով լոր կյանք գտած, մենք չենք կոտրվում, չենք ընկնում ներքև, Աստծուն ենք վստահում, ամեն քայլում վերև, եթե փակվում է դուռը, կա նոր ճանապարհ, Տերը մեզ հետ է լա, մեր ապավենն է, լինենք ջանքի պես փոքր, բայց ընտրված, մարդկանց աչքում փոքր, բայց Աստծով բարձրացված, չենք նահանջում, չենք մարում ներսում, լույսը մեր մեջ է նույնիսկ մթում, մենք կանգնած ենք, չենք վախենում, Աստծուն ենք վստահում, չենք
վախենում Աստծուն ենք վստահում Չենք կոտրվում Ու եթե աշխարհը ասում է Վերջ է արդեն Մենք ասում ենք սա նոր սկիզբ է Հենց հիմա